Նա օրինակ լինում է դեպքեր, երբ որ կամպանիան outsource է անում, ու ինքը ասում է, թե դու ինչ անես։ Այդ ավելի հետաքրքիր է, որտեղ այլ իմաստը ո՞րն է այդ outsource-ի, եթե դու պետք է ասես, չգիտեմ, ինչքան գովազ միացնի, ոնց միացնի։ Բավարար ասում է, արի բան արա 21-ից 50 տարեկան կանանց վրա դիր։ Ու ինքը կոնկրետ ասում ես, լսի, օքեյ, ես ամեն ինչ սա վերլուծել եմ արդեն, գիտենք, targeting-ի մասնագետ այդ ամեն ինչը, վաղներ կարող զանգի, ասի, արի 40 չէ, իջացնենք 37։ 36։ Որովհետև 39 տարեկան մեկը գրեց, ինքը շատ վատ բան է։ Այստեղ կարևոր էլի եզրահանգում այս թեմայի շուրջ, որ ինչ է պետք, եթե outsource արվում, եթե դու վստահում ես մարքեթինգային ընկերությանը, պետք է վստահես ամբողջությամբ։ Բիզնեսը կամ պրոյեկտը հանձնելը մարքեթինգին, դա նշանակում է, որ մարքեթինգն արդեն որոշում ինչ անիմացիան, իհարկե խորհրդակցելով, ներկայացնելով։ Իրաց տեսանկյունից է որ նայում ես, օրինակ կողմ մարդ լինի, մտածի ասի լավ, օքեյ, սա հանձնում եմ, ինձ թվում է իրաց նպատակն է, որ սենց սաղ տան ու հանգիստ, հա, իրանք գործերով ոնց որ անցնեն իրենց գործերին ու մարքեթինգի առումով վստահ են, որ այնտեղ օքեյ է, բայց դե բնավորություն է կամ բանա, չէ, անդադ պետք է հետևողական լինի նայում, ու ինչ որ եթե ինչ-որ սխալներ է գտնում, մեկը չի կարա ինքը լրիվ փոկվի այդ ամեն ինչից էլի, բայց ինձ թվում է բիզնեսմենի նպատակն է, որ մարքեթինգը դա ինքը իդեալնի աշխատի, ինքը հանգիստ խղճով անցնի իր մնացած խնդիրներին, հա։ Դե այդ առումով արդեն որպես մարքեթինգային կամպանիա պետք է նենց փագես այդ բացերը, որ ինքը բիզնեսմենը լրիվ հանգիստ լինի, էլի։ Ամեն դեպքում մենք փորձում ենք ու հաջողված լիքը кейսեր ունենք այդ առումով։ Դա պետք է պատվիրատուներին ասել, որ եթե outsource եք անում, կապ չունի դա հայկական կամպանիա կլինի, դա ամերիկյան կլինի, եվրոպական կլինի, պետք է վստահեք։